Նոր մասնակիցներ, նոր խումբ, համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն հասարակական կազմակերպության էկոակտիվիզմի ակադեմիան հյուրընկալել է 4-րդ հոսքի մասնակիցներին։ Շրջակա միջավայրի պահպանությամբ մտահոգ ակտիվ երիտասարդներ Հայաստանի տարբեր մարզերից եկել են այստեղ ստանալու նոր գիտելիքներ, սովորելու նոր գործիքների նպաստ իրենց համայնքների կայուն կանաչ զարգացման։ Մասնակիցներն ակնկալում են, որ էկոակտիվիզմի ակադեմիայում ստացած գիտելիքները հետագայում կօգնեն իրենց համայնքների տարբեր բնապահպանական խնդիրների լուծման համար ճանապարհներ փնտրելու, լուծումներ գտնելու գործում։ Շատ խնդիրներ ընդհանուր են բոլոր համայնքների համար, որոշ խնդիրներն էլ տվյալ համայնքին բնորոշ։ Խնդիրները իհարկե տարբեր են, բայց շատ միավորող հիմնաքարային հարցեր ունենք երկրում, թե օրենսդրական բացերը, թե կոռուպցիան, թե ընդհանուր մարդկանց վերաբերմունքը, որը անկախ խնդրի տեսակից, անկախ համայնքից նույնն է, դրա համար մտորելով միասին այդ խնդիրների շուրջ, ինձ թվում է ամեն դեպքում ինչ-որ դրական սերմեր կարող են լինել, որ հետագայում ջրվելու եւ խնամվելու պարագայում կարող ենք ծաղիկների վերածել։ Իմ համայնքում ունենք շատ բնապահպանական խնդիրներ, որոնցից ամենալայն տարածում գտածը կոնկրետ մեր համայնքում դա հողերի դեգրադացիան է, ու գիտեմ, որ բոլորը, ովքեր որ այստեղ մասնակցել են, որոշակի գիտելիքներ են ձեռք բերել ու կարողացել են համենայն դեպս դա կիրառել իրենց համայնքի խնդիրներում։ Ես եւս այդ մտադրությամբ եմ մասնակցում ու հուսով եմ ստացածս գիտելիքները շատ բան սովորել եմ արդեն ու հուսով եմ կկարողանամ կիրառել։ Ունենք աղտոտվածության, հողերի չորության, ոռոգման խնդիր ունենք, փոքրիկ առուներ ունենք, որոնք վնասվում են, խմելու ջրի աղտոտվածության խնդիր ունենք, համայնքը ընդհանուր մաքուր է, բայց աղբահանությունը ուշ է կատարվում, տենց կուտակումներ է լինում աղբի, բայց արդեն մեծ գլոբալ հարցերի ինքնուրույն չենք կարող, հենց դրա համար եկել ենք մասնակցել այստեղ, որպեսզի հասկանանք ինչ լծակների կարող ենք դիմել, որպեսզի ավելի թիրախային լինեն մեր հարցերի լուծումը։ Նախկինում ընկերներս էին մասնակցել այս ծրագրին, ոնց որ թե իրենց խորհուրդներով, թե նաև անձնական հետաքրքրությամբ եկա, որովհետև ինքս ուզում եմ ոնց որ այս ուղղությամբ գնամ, կենսաբանության ոնց որ հիմքով, դրա համար ինձ շատ է հետաքրքրում էկոակտիվիզմը, բավականին հետաքրքիր էր։ Էկոակտիվիզմի ակադեմիայի աշխարհագրությունը լայն է, մասնակիցներն այստեղ են եկել Լոռիից, Տավուշից, Շիրակից, Կոտայքից, Արարատից, Արմավիրից, Երևանից։ Եթե Տավուշի մասնակիցները բարձրաձայնում են հողերի դեգրադացման մասին, Երևանի մասնակիցը հետաքրքրված են Ուբարաշենի աղբավայրի տարածքի թռչունների պահպանությամբ։ Մի բան է ունենալ գիտելիքներ եւ ինֆորմացիա եւ մի ուրիշ բան է թե ոնց կարելի է դա օգտագործել եւ արդյունքներ ունենալ։ Այսինքն հիմա այստեղ ես իմ գիտելիքները ոնց որ կարողացա հավաքել եւ մի որոշակի նպատակի շուրջ կենտրոնանալ, տարբեր տեսակի թռչուններ, որոնք սնվում են այդ աղբով, միևնույն ժամանակ ուտում են այդ պլաստիկը եւ նույնիսկ այնտեղ ես ինքս նկատել եմ կարմիր գրքային թռչուններ, թռչնատեսակներ, այդ իսկ պատճառով մտածում եմ որոշակի ելքեր եւ իհարկե հենց ակադեմիայի կազմակերպիչները հենց այս առումով որոշակի աջակցություն նաեւ իհարկե կցուցաբերեն եւ մեթոդիկայի եւ ինչպես կարելի է աշխատել այդ ուղղությամբ։ Ինքնակրթում է դա։ Ինքը դա չի Գարդուհի Բարսեղյանը Վետի համայնքի Գինևետ գյուղից է, ակտիվիստական գործունեության հարուստ փորձ ունի։ Կարմիր Սարի պաշտպանության նախաձեռնող խմբի կազմում ակտիվորեն մասնակցել է իր գյուղում տեղի ունեցած հանրային քննարկումներին։ Ես երկրորդ անգամ եմ Green Camp-ում ու նախորդ անգամ երբ եկել էի, մեր մոտ հանքարդյունահանման այդ հայտեր եւ այլն այդ խառը իրավիճակները դեռ չկային։ Ու ես հենց այն որ մի քիչ մատների արանքով նայելով լավ գնամ հավեսակ անցնի ընկերներ ունեի հետս եւ այլն, ու ես հանքարդյունահանման, հանրային լսումների եւ այլն այդ ամեն ինչի մասին պատկերացում կազմել եմ ստեղ Green Camp-ում Օլեգի գլխավորությամբ սեմինարների ընթացքում այդ ժամանակ։ Ու ես երբեք չէի մտածի, որ այդ իմ ստացած գիտելիքը ինձ մի օր պետքա գալու։ Ու ես ուղիղ եմ, անձամբ եմ առաջվելու այդ խնդրի հետ, իսկ հիմա գիտակցաբար ինքս իմ կամքով իրոք նոր հմտություններ ձեռք բերելու հույսով եկել եմ էկոակտիվիզմի ակադեմիա, որովհետև ես իրոք ուզում եմ ինչ-որ բան հիմնովին փոխել իմ համայնքում։ Իմ համայնքում ավելի նեղ մասով իմ բնակավայրում, որովհետև ամեն ինչ sense քո ոտքի տակից է սկսում, ոնց ես եմ մտածում, ոնց բոլորս ենք մտածում, ինձ թվում է։ Կարծում եմ մասնակիցներից մեծ մասը գալիս է այստեղ շատ նեղ գիտելիքներով, այսինքն մենք ունենք աչքի առաջ մեր սեփական փորձը կամ մի քանի ընդհանուր ծառացած խնդիրներ, բայց ակադեմիային մասնակցելով պարզադառնում, որ իրականում խնդիրները շատ մեծ ու շատ գլոբալ են, սկսված
առօրյա աղբից վերջացած հանքագործունեությամբ ու այդ ամեն ինչը ծառացած լուրջ խնդիրներ են, որ մենք հետագայում պետք է փորձենք վերացնել։ Քանի որ մեր քաղաքում կանաչապատ տարածքները քիչ են եւ միջին հաշվով մարդկանց քաղաքներում մարդկանց պետք է բաժին ընկնի 5-ից 15 ծառ մոտավորապես, Գյումրի քաղաքում նույնիսկ 15 ծառ էլ բաժին չի ընկնում եւ ընդհանրապես կանաչապատ տարածքները քիչ են, որն էլ ազդում է նաեւ օդի որակի վրա, մեր մոտ օդը ավելի կոշտ է, ազդում է նաեւ մարդկանց առողջության վրա, ինչպես նաեւ ինստիտուտի տարիներին մի քանի տարի առաջ մենք փորձում էինք կառուցել Գյումրի քաղաքին հարակից շրջաններում դենդրոպարկ, սակայն այդ դենդրոպարկը կիսատ մնաց եւ ֆինանսավորման եւ պետական մարմինների չաջակցելու պատճառով եւ մնացել է երազանց։ Սպասումները ավելի քան արդարացել են, հետաքրքիր է եւ ամեն օր ավելի հետաքրքիր է դառնում, ավելի բովանդակալից է դառնում ծրագիրը ու ավելի շատ գիտելիքներ ենք ստանում ու կարծում եմ, որ այն գիտելիքները, որոնք որ ես այստեղ ստացել եմ ու դեռ ստանալու եմ, ինձ հնարավորություն կընձեռի, որպեսզի ես կարողանամ այս իմ ստացած գիտելիքները օգտագործեմ իմ հետագա քայլերի հետ կապված։ Ապրելով Սուրինավանում այնտեղ կան բնապահպանական մի շարք մարտահրավերներ, որոնք ես ուզում եմ հենց լուծել, որոնք մեր համայնքի բնակիչները մի ամուր ջանքերով միավորվենք մեկ գաղափարի շուրջ եւ փրկենք բնությունը եւ փրկենք մարդկային կյանքերը։ Շատ տպավորված եմ թե սեմինարներով, թե դասընթացներով։ Ակադեմիայի կրթական ծրագիրը ներառում է 3 ամիս տևողությամբ կրթական եւ պրակտիկ մոդուլներ, որոնք անդրադառնում են շրջակա միջավայրի զարգացմանը, համայնքների բարեկեցությանը, սոցիալ-էկոլոգիական իրավունքներին, տեղական ժողովրդավարությանը։ Մասնակիցները ծանոթանում են նաեւ Հայաստանի բնապահպանական շարժումներին, սովորում են կազմակերպել ու իրականացնել հանրային արշավներ։ Շատ են, այն դեպքերը, երբ որ մարդիկ դիմում են հստակ մոտիվացիայով, ցանկանում են մաս կազմել էկոակտիվիստական շարժման, քանի որ անցյալ տարի նաեւ ստեղծվեց կանաչ խորհուրդների դաշնություն էկոակտիվիստական շարժումը եւ սկսվում են եւ եղել են եւ արդեն սկսվում են նաեւ կոլեկտիվ համատեղ գործողություններ այդ դաշնության ամենակարևորը իհարկե այստեղ հենց տեղական ժողովրդավարությունն է, որովհետեւ կարիք կա, որ տեղական մակարդակում նախ բնապահպանական որոշումները կայացվեն մասնակցային ձևաչափով, երկրորդը բնապահպանական խնդիրները առավել ուշադրության մատնվեն եւ հաջորդը դա կայուն զարգացման բոլոր սկզբունքների ապահովումն է։ Ակադեմիայի ընթացքում մասնակիցները ծանոթանում են նաև համայնքային կյանքում ակտիվիզմի դերին ու ազդեցությանը, կոնկրետ օրինակներով իմանում, թե համայնքներում ինչպես են անհատական նախաձեռնությունները բերում համակարգային փոփոխությունների։ Կան խնդիրներ, որոնք որ շատ համատարած են ու բոլոր համայնքներում էլ մարզերում էլ տեսնում ենք, որ կրկնվում են, ասենք ջրային ռեսուրսների հետ կապված, գետերի աղտոտվածության հետ կապված, գրեթե բոլոր մարզերում հանքարդյունաբերության հետ կապված խնդիրներ ունենք, կանաչ տարածքների հետ կապված խնդիրներ, բայց նաև տեսնում ենք, որ բոլոր դեպքերում էլ այդ բնապահպանական խնդիրները առանձին չեն դրսևորվում, միշտ իրանք ունեն հարակից խնդիրներ եւս, սկսված քաղաքացիների մասնակցության հնարավորություններից, վերջացրած կոռուպցիայի, այլ տնտեսական խնդիրներով, սոցիալական խնդիրներով, անհավասարության խնդիրներով, այսինքն միշտ տեսնում ենք, որ երբ որ մենք այս ակադեմիայի ընթացքում խոսում ենք բնապահպանական խնդիրներից, միշտ փորձում ենք ավելի լայն դիտարկել իրենց, որ մաքուր բնապահպանական էկոլոգիական խնդիր չկա, դրանք միշտ փոխկապված են այլ համակարգային խնդիրների հետ ու հենց մեր մասնակիցներն էլ շատ այդ խնդիրները բարձրաձայնում են։ Հետաքրքիր է, որ շատ տեղերում մենք տեսնում ենք ակադեմիան հնարավորություն է տվել մեր մասնակիցներին բացահայտել, որ իրանք մենակ չեն։ Ու այս շատ բան է փոխել իրենց մոտ, որովհետև անգամ եթե իրենց համայնքում իրանք այն քչերից են, ովքեր որ բարձրաձայնում են այդ խնդիրները, տեսնելով որ ուրիշ համայնքներում էլ իրենցպես մտածող մարդիկ կան, աշխատելով նաև այդ մարդկանց հետ ինչ-որ լուծումներ քննարկելով, մտքեր փոխանակելով ու ինչ-որ դեպքերում իրար նաև աջակցելով փոխվում է որոշակի վերաբերմունք, թե ինչ կարող է անել Հայաստանում քաղաքացին այդ խնդիրների լուծման տեսանկյունից։ Ու այս ամենանվազագույն, բայց շատ կարևոր փոփոխությունն է, որ գրեթե բոլոր տեղերում մենք տեսնում ենք, բայց նաև շատ դեպքերում իրականում այս շարունակական հետևողական ակտիվիզմը իր արդյունքը տալիս է։ Շատ կարևոր է, որ մենք սա դիտարկենք ոչ թե ինչ-որ պրոյեկտային մոտեցում, որ իրազեկման ծրագիր ենք անում ու դրանով ավարտում ենք, այլ մեր նպատակը ակադեմիային է, որ մասնակիցները երկարաժամկետ հանձնառություն ստանձնեն, որովհետև այս խնդիրները մեկ օրում չեն լուծվելու։ Ու շատ ուրախ եմ տեսնել, որ մեր շրջանավարտներից շատերը արդեն 1-2
տարի շարունակ իրենց խնդիրների լուծման ուղղությամբ աշխատում են, որոշները կարողացել են շատ արդյունավետ երկխոսություն ձևավորել պետական մարմինների հետ, հա, այդ խնդիրների լուծման ուղղությամբ, որոշների դեպքում նույնիսկ արդեն ինչ որ քաղաքականության փաստաթղթերի մշակում է տեղի ունենում, այնպես որ ամենափոքր վերաբերմունքի փոփոխությունից մինչև քաղաքականությունների մշակում տարբեր համայնքներում տենց արդյունքներ արդեն տեսնում ենք։ Ակադեմիայի շնորհիվ ձևավորվում է նաև համախոհների ակտիվ ցանց, որի հիմքում բնության պահպանության ու ժողովրդավարության արժեքներն են։ Ակադեմիան միավորում է այն քաղաքացիներին, ովքեր ձգտում են իրենց ձայնը լսելի դարձնել սոցիալ բնապահպանական խնդիրների ու համայնքային զարգացման որոշումների կայացման գործընթացներում։ Քաղաքացու ձայնը Լոռու մարզի փոքր այրում բնակավայրից։